Նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծառերը գեղեցիկ տեսք կստանան։ Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում ու պուրակներում բոլոր ագրոպահանջներին համապատասխան իրականացվող սանիտարական նետի նպատակը նաև մայրաքաղաքի առկա ծառատեսակների կենսունակությունը մեծացնելն է։ Մասնագետների գնահատմամբ աշնանային նետի ամենանպաստավոր ժամանակահատվածը հենց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն են։ Ինչ վերաբերում է խորը հետին, ապա այն որպես կանոն գարնան տաք ամիսներին է իրականացվում։ Հետևաբար շարունակենք աշխատանքը փետրվարի վերջից եւ կանդրադառնանք նաեւ խորհրդման աշխատանքները, քանզի դրանք շատ լավ արդյունք տվեցին եւ այն անհանգստությունը փարատվեց։ Միայն եզակի դեպքերում, երբ ծառերի արմատային համակարգերը քայքայված են, իսկ փչակներն արտահայտված, մասնագետները ստիպված կլինեն կատարել խորը էդ, այդ կերպ փորձելով նաև առողջացնել ծառը, վերականգնել կենսունակությունն ու նաև իջիկ դարձնել տապալման վտանգը։ Դրան զուգահեռ մայրաքաղաքում կան նաև ամբողջովին չորացած ծառեր, որոնց հատումը պարզապես անհրաժեշտություն է նախևառաջ անվտանգության նկատառումներով։ Դրանք վերափոխվելու ենթակա են։ Յուրաքանչյուր վարչական շրջան ներկայացնում է ցանկը չոր վթարային ծառերի։ Չխուսափենք, ասենք, որ դրանք հատման ենթակա են, ինչու՞ չէ։ Եվ դրանց փոխարեն պետք է անմիջապես ըստ մեր ուրեմն մասնակցության, տեղի գյուղատնտեսների անմիջապես վերափոխվեն։ Սա է քաղաքապետի պահանջը։ Գյուղատնտեսները էդն իրականացնող խմբերին նաև մասնագիտորեն ուղղորդում են ծառերի ձևավորումը ճիշտ կատարելու հարցում։ Պարտադիր է գյուղատնտեսի մասնագետի մասնակցությունը, չէ՞ որ նա է իրոք ասելու, որ ճյուղավորությունն է հատվելու, որ հիվանդ ճյուղն է հատվելու, որ գերաճ ճյուղն է հատվելու, պարտադիր պայման է։ 2015 թվականի գարնանային եւ աշնանային ժամանակահատվածների հանրակումարում հետված ծառերի թիվը կգերազանցի 35,000-ը։ Նշենք նաեւ, որ ագրոկանոնների համաձայն 5 տարին մեկ ծառերը պետք է կրկնահետի ենթարկվեն։ Հետևաբար նախկինում ձևավորված ծառերը նույնպես ներառվել են գործընթացի այս փուլում։